Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ ձեզ առողջություն, եղեք միշտ առողջ եւ ուրախ, սիրելին։ Որդից բավականին գնել է միս թարմը, այսօր այս թարմը մսից փափուկները կառանձնացնեմ, տեսնում եք համ փափուկն է շատ քիչ ոսկոր ունի այդ միսը, ընտիր միս է գնել, այս փափուկներից կպատրաստեմ եւ խաղողի տերևով տոլմա, իսկ այս ոսկորոտ մսով կանեմ սոզ եւ կաղամբով տոլմա։ Հիմա միսը կկտրտենք, փափուկները կլվանամ, ջրքանվի, այստեղ էլ ունենք բողոք, թարմը համեմ, խնդրեմ ընտիր համեմ է, թարմը սամիտ, տեսնում եք, եւ մաղադանոս, մի քիչ էլ լվացել եմ եւ բողկը եւ կանաչիները, հիմա կշարեմ, կչորացնեմ ամանի մեջ, մինչեւ միսը տեղավորեմ, մինչեւ միսը աղանք նոր կհանդիպենք։ Ջուրը նախորոք դրել եմ եռալու, արդեն եռում է, ունեմ այստեղ արդեն լավ լվացած, ջրքանված խաղողի տերև, որը մեր խաղողի վազերից եմ հավաքել, սիրելիներս, եւ աշնանը փակել եմ։ Սա վերջինն էր, մեկ անգամ էլ եմ պատրաստել, հիմա ինչ կա դրանով էլ պատրաստելու եմ տերևով տոլմա։ Այստեղ արդեն կտրտել եմ կաղամբը, ասեմ, որ շատ ամուր կաղամբ է, շատ պինդ է, չգիտեմ ոնց կստացվի, իսկ հիմա ջուրը եռում է արդեն հանգիստ, ջուրը լավ արդեն եռում է, լցնում եմ աղ, բայց զգուշորեն, շատ լցնելուն բարձրանում է ջուրը, կարողա թափվի մեզ ձեռքներս վնասի։ Մի փոքր էլ ավելացնեմ, որպեսզի խաշեմ կաղամբը, շատ կոշտ կաղամբ է, չգիտեմ, չեմ իմանում բաժանեմ, ավելի լավ է, այսպես խաշեմ, նոր դուրս գա, կոպիտ է շատ, խնդրեմ, չի դուրս գալիս, այսպես անեմ, կխաշեմ, կվերջացնեմ, նոր կսկսեմ միսը աղալ, թարմը միսը, սա էլ այսպես այլ դնեմ, կաղամբը խաշվելը երգում է մեր նոր տան անդամը, ցույց եմ տալիս ձեզ, դայլայլում է կեշան, լսեք։ Շատ լավ երգում է, արգելիներս, ասեմ, որ շատ գիշերը մեզ չի անհանգստացնում, եթե լույսը անջատում ես հանգիստ, քնում է մինչ առավոտ։ Կեշայի երգը լսեցիք, դայլայլը, իսկ հիմա դուրս եմ եկել պատշգամբ, որպեսզի ամեն օրվա պես ձեզ հաղորդեմ մեր մոտի եղանակը, հարգելիներս, տաք, իսկական գարնան եղանակ, ուղղակի դեռ հողը խոնավ է, չեմ կարողանում դեռ աշխատել։ Ուզում եմ գնալ մեր նոր տուն, տեսնեմ տյուլպաններս ծլել են, համ ձեզ ցույց կտամ, եթե այսօր չհաջողվի, խոստանում եմ վաղը գնալ։ Օրը շաբաթ է, բոլորս տանն ենք, տանը մեջ գործ են անում, մենք դեռ անելի հանեմ, այո, փափկել է, որը փափուկ է հանեմ, կոշ մասերը թող մի քիչ էլ, տեսնում եք, կեշան ուզում է մեզ խանգարել, բայց դե ինչ արած, չենք կարող լռեցնել մեր սիրուն կեշային, կեշան տղա է, բոլորս գիտենք հարգելիներս, տնային տնտեսու ենք, թե ոնց են խաշում կաղամբը, բայց դե դարձյալ ուզեցա ցույց տալ, մանրամասնորեն, թե սկզբից մինչև վերջ ինչպես պետք է պատրաստել այս համեղ տոլման, սա դեռ
չի խաշվել, թող խաշվի, ցույց տվեցի բոլորը խաշեմ, նոր կադրից դուրս բոլորը խաշեմ, նոր կմիանամ։ Խաշեցի, արդեն վերջացրեցի կաղամբը խաշեցի, սառը ջրով ցայել եմ, դրել եմ սառի, մինչ կաղամ միսը։ Հիմա սկսեմ մսից։ Մանր կտրտել եմ, որ հեշտ լինի, մեծով փորձեցի, լավ չի տեղավորվում, ավելի լավ է մանրացնել, մանր ավելի լավ է։ Հիմա մի քիչ կաղամ, հարգելիներս, մնացածը կադրից դուրս կաղամ, աղան վերջացնեմ, դեր սոքել պետք է աղան, խնդրեմ։ Մեծ հսկայական մեքենա էլ ուներ, կոմբայն է, ուղարկի ծանր է ամեն անգամ բերել տանելու, այս փոքրը հարմար է աղալի համար։ Սա էլ է լավ աղու, տեսեք, լավ աղուն է։ Ինչքան միս ենք գնում, հարգելիներս, ես սիրում եմ հարմար, որ գնում ենք, չէ այդ ժամանակ խորման եթել։ Սա ծախծիկից եմ, որ հանում եք հաները, բայց հարմը մսի համը ուրիշ է։ Հարմը կանանչներով և հարմը աղացած մսով։ Հիմա հարգելիներս, ես աղամ բոլորը վերջացնեմ, միսը, ասեմ, որ ինձ մոտ մի կտորել խոզի միս էր, առանց սալի, սիրելիներս, ես սալով չեմ սիրում, մի տեսակ, որ սալ ենք լցնում, մի տեսակ գյուղը շատ է լինում, չգիտեմ, համը դուրս չի գալիս, միայն փափուկ միսն եմ դնում, գերադասում եմ յուղ կամ կարակ մի քիչ ավելացնել, ավելի համեղ է ստացվում, իսկ հիմա աղում եմ սոխը, ասեմ, որ սոխն էլ շատ հարկավոր չէ, շատ աղալու դեպքում, լցնելու դեպքում, իմ կարծիքով, ես այդպես եմ կարծում, որ դառնա համ է լինում, չափի մեջ եմ դնում, Դակի ձայնի համար մոլոտ երեք հարգելիներս, շատ է ճպտում, բայց եթե ձայն չի լպում և մատ չի տեսնում, այդքան չի խրնում։ Աղացի սոխը և մսերը, խնդրեմ, հիմա պետք է կտրեմ հարմը կանաչին, տեսնում եք լվացած այս ամանի մեջ, ցույց եմ տալիս բոլորը, չի փչանում, ընտիր մնում է, հիմա կվերցնեմ հերթով, հիմա համեմը, մանր կկտրտեմ, այս կոթի մասը մի փոքր հանեմ, կոշտ մասերը, ու սկսեմ մանր կտրտել, ինչքան հնարավոր է, սա դեռ քիչ է, ուղղակի ցույց եմ տալիս, մանր, յուղն էլ հալած դրել եմ, դեսառնարանում սառել էր, հալվի, յուղով եմ պատրաստելու, յուղ եմ լցնելու, ասեցի, որ արդեն խոզի սալ չեմ աղում, միայն խոզի միս։ Կանանչին էլ կտրեցի, վերջացրեցի, խնդրեմ
այստեղ մի քիչ համեմ էի կտրել, այս էլ մաղադանոս սամիտ նորից համեմ, լցնեմ խճողակի վրա, պետք է հիմա խճողակը արդեն պատրաստեմ, ձեռքերս մաքուր են, ձեռքով եմ անելու, ոչ թե ձեռնոցով, հիմա լցնելու եմ չոր ռեհան և մարզան, ծիտրոնը, խնդրեմ, ամենատոլմայի համեղ կանաչիներից մեկն է ծիտրոնը և թար ռեհանը, մի լավ ճաշի գթալ կարմիր քաղցր պղպեղ կծու չեմ անելու, որ լցնեմ, խնդրեմ սա էլ այսպես, սիրելիներս անջատվել էր հեռախոսը, այդպես լավ չի աշխատում այս հեռախոսը, նորը պետք է երևի վերցնեմ, հիմա ավելացրեցի աղացած մսին սոխ, կարմիր պղպեղ, մի լավ գթալ սմետան, թթվասեր, ասեմ, սև աղացած պղպեղ, աղ և մի քիչ էլ ջուր, սառը ջուր եմ լցնում, տեսեք սառը, ծորակի ջուր, ես տաք ջրով չեմ անում, այդպես մայրիկիցս սովորել եմ, այսպես էլ անում եմ, դե բոլոր տեղերում, մարզերում տարբեր ձևի են պատրաստում, ամեն մարդ իր պատրաստման եղանակը ունի, մեկը կա այս կանաչին չի լցնում, մյուսը մի խոսքով, ես ուղղակի հասարակ ձևով պատրաստում եմ, միայն կաղամբով և տոմատի մածուկով, իսկ տերևը կփաթաթեմ և սառը ջրով կեփեմ, սառը ջուր եմ լցնելու, եթե սալոր ունենայի չիրը, շատ ունենք չիր սալորի, ուղղակի նա քաղցր է, չի լինի, ինչքան էլ լվանա, մի օր կփորձեմ սերկևիլով և սալորի ջրով, իսկ հիմա լավ հունցեմ, աղը համտեսեմ, փաթաթելուն լավ խառնել եմ, աղը համտեսել եմ, աղը տեղն է, որպեսզի գնդիկներ չմնա և մեր տոլման ստացվի փափուղ հյութեղ, այսպես պետք է մի քիչ խփել, այսպես խփում ես, բացվում են բոլորը և ստացվում է շատ ջրալի, դե ուժեղ չենք խփում, որ չթռչի, այսպես, ստացվեց, տեսեք, փափուկ և բացվել է բոլոր գնդիկները մսի, արդեն պատրաստ է, տերևները բացել եմ, կաթսայի մեջ մի քիչ ջուր եմ լցրել և ափսե եմ դրել, ջուր եմ լցրել ինչու համար, որովհետև եթե թուփ շարեմ տերևները չոր կաթսայի մեջ, կարող է եփելու ընթացքում կպտի տակը, դրա համար լցրել եմ մի քիչ սառը ջուր, փաթաթում եմ մեզ համար, հարգելիներս հյուրեր չունենք, կարող է աղջիկը շաբաթ գա, չգիտենք, բայց մեր ընտանիքի անդամների համար է փաթաթում, կհիշեք թե այն ժամանակ, որ քեֆ, ուրախություն, հարսանիքի ժամանակ միշտ էլ տոլմա են տվել, ես հիշում եմ, եղբորս բանակի քեֆին մայրիկս տոլմա փաթաթեց և հավի քարակիչ, այդպես նստում էին, ոտները բացած, կազանները, լագյանները դրած փաթաթում էին, հիմա տնավարի, հավեսով, տոլմա եմ փաթաթում, մեզ համար, ցույց եմ տալի ձեզ համար, այս մեր կեշան, որ ձայն է լսում, սկսում է արդեն կատաղել և խոսել է ուզում, հա կեշա ջան, ուզում ես խոսենք, ինձ թվում է այսքան տերևը բավական է, չէ որ կաղամբելու եմ փաթաթելու, ես ժամանակին այս կոթունները կտրել հանել եմ, որպեսզի հիմա հեշտ և արագ փաթաթեմ, ահա, խնդրեմ, այսպես կփաթաթեմ, էլ չեմ փաթաթում, շարեմ ափսեի մեջ, նորից դնեմ կաթսան, մի անգամից դնում եմ կաթսան, այսպես ինձ հարմար է, հիմա բացեմ,
որը մեծ է կկտրեմ։ Մի անգամ երևի այն առաջվա հոլովակի մեջ ասել եմ, իսուրս քառակուսի էր փաթաթում, առաջի անգամ որ տեսա զարմացա, մտածում էի ոնց է քառակուսի այդպես փաթաթում, իրեն այդպես էր դուր գալիս, ինչ կարող ես ասել, ոչինչ, այդ մարդը այդպես էր սովորել, այդպես էլ փաթաթում էր իր, խոհանոցում էր, ինքն էր տանտիրուհին, այդպես էր սիրում, այդպես էլ անում էր, իմ լուսահոգի կիսուր մայրիկը, հիմա մի քիչ էլ ձեզ հետ փաթաթեմ և մնացածը առանց ձեզ, ինչ էլ խճողակից կավելանա, կանեմ պոլոլակով համեղ ճաշ, ջրալի ճաշ, մի հատ էլ են հին մամաները, որ ձու էին կոտրում, այդպես ձու էլ կկոտրեմ, կերնի համով կոլոլակով ճաշ, հիշում եք կոլոլակները, հարգելիներս թղթից երկար ամանների մեջ, 70 կոպեկ էր, այ հիշում եմ, բերում էինք, իսկական քյուֆտայի միս, հետո ձեզ ասեմ, ես խառը չեմ վերցնում միսը, մեկ էստեղից, մեկ հավասար, սա էլ է իմ մայրիկը սովորեցրել, որ տոլմակ փաթաթես, այդպես է կարգը, հիմա սա առաջի տապակը հերթով կլոր կշարեմ, հետո ցույց կտամ, թե ոնց եմ շարելու ընթացքը, մի հարթ շարք գնացի, ցույց եմ տալիս, երկրորդը ոնց եմ անում, որ փաթաթում էր, մայրիկս կանչում էր, ասում էր արի Մարինա ջան ցույց տամ, որ սովորես և խճողակը այնպես կպատրաստես փաթաթելուց, որ ջուրը ձեռքերիցդ չթափի, դա էլ չէր սիրում, ես էլ չեմ սիրում, հիմա այսպես երկարավուն եմ դնելու, այսպես, կլոր շարել եմ, հիմա այսպես կդնեմ և մի հատ էլ այսպես խաչի ձևով, ասում էր այսպես ընդհանրապես չի բացվում, խնդրեմ, տեսեք ինչքան շատ եմ լցնում խճողակը, չէ որ մեզ համար է, թող թմբլիկ լինի, թմբլիկ տոլմաներ են պատրաստում, մի քանի հատ էլ կշարեմ, ցույց կտամ առանց ձեզ, թփի տոլման կվերջացնեմ, նոր ցույց կտամ կաղամբի տոլման ոնց է փաթաթում, ոչ մի այդպիսի բարդություններ չկա, բոլորս էլ փաթաթում ենք, գիտենք, ուղղակի ցույց եմ տալիս իմ տարբերակը, սիրելիներս, անչափ գոհ եմ ձեզանից, ձեր բարի, ջերմ, ամենակարևորը գնահատող տեսակի համար, դուք իմ հարթակը ողողել եք ձեր բարի խոսքերով, ձեր բարի գրառումներով, անչափ շնորհակալ եմ, բոլորիդ սիրում եմ, եթե դուք չլինեիք, իմ հարթակը այդքան արագ չէր զարգանա, բոլորիդ ցանկանում եմ առողջություն, բոլորիդ ցանկանում եմ միշտ լինեք լավ, միշտ լինեք օրհնված, բարությունը թող աշխարհը հաղթի, սիրելիներս, չարությունը ոչ ոքի հարկավոր չէ, ուզեցա, որ շնորհակալությունս հայտնեմ կրկին անգամ ձեզ, սա էլ այսպես, շուտով հեսա հողամասում այնքան աշխատանքներ կունենանք, որ ժամանակ չենք ունենա անգամ պատրաստելու, ճիշտ է, արդեն հողամասը պետք է փոխել, մաքրել, չնայած աշնանը արդեն կատարել են գործերը, բայց միևնույն է գարնանը նորից պետք է ու բորկա անենք, ոնց որ ասած, տեղը տեղին մաքրենք, հիմա փաթաթեմ, տեսեք, մյուս շարքն էլ այսպես կդնեմ, հասարակ և պարզ, և կհանդիպենք, տերևով տոլման արդեն փաթաթեցի, վերջացրեցի, հիմա պետք է փաթաթեմ կաղամբով տոլման, նույն ձևով կաթսայի մեջ լցրել եմ սառը ջուր, ափսե եմ դրել տակը, հիմա կաղամբները պետք է կոշտ մասերը հանեմ, ես մի կտրած փոքր մասերը կոշտ կդնեմ ափսեի վրա,
Իսկ այս կոշտերն էլ այսպես կհանեմ։ Խնդրեմ, այստեղ դնեմ կոպիտ մասերը, որը որ փափուկ է չեմ հանի, տերևները, որը որ կոշտ են, կամ էլ այսպես ջարդեմ։ Ահա։ Խնդրեմ, այս փոքր մասերը կփռեմ կաթսայի հատակին, թող եփվի։ Դրանք էլ են ասեմ իմիջայլոց համով եմ լինում տոլմայի հետ տակի մասում դրած, սա ինչ էր հանեմ, սև մասուներ, ահա։ Հիմա մի քանիսը կկտրեմ, կփաթաթեմ հարգելիներս և կադրից դուրս բոլորը փաթաթեմ, վերջում ցույց կտամ, որը փափուկ է դնեմ տակի մասը, որ հարմար լինի փաթաթելը սկիզբը։ Սա կկտրեմ, կհանեմ, մի օր էլ սիրուն սերկեֆիլով կփաթաթենք սալորիչիրով, այդպես էլ է համեղ լինում, բայց շատ ուշուշ եմ այդպես պատրաստում, կարելի ասել երբևիցե չեմ էլ պատրաստել Ռուսաստանում, Հայաստանում պատրաստել եմ, իսկ որ եկել ենք Ռուսաստան դեռ չեմ պատրաստել։ Կպատրաստեմ, կփորձենք, շատ համեղ է լինում, կիսուս պատրաստում էր, մայրիկս էլ էր պատրաստում, բայց ես երբևիցե չեմ պատրաստել, չեն ուզեցել, երևի դուր չի եկել, չեմ էլ պատրաստել։ Խնդրեմ, հիմա փաթաթում եմ։ Տեսնում եք, մի կողմը փաթաթելով եկել եմ, հիմա սկսեմ կաղամբը, որ փափուկ է լինում, չէ կաղամբը, շատ հաճախով փաթաթում ես, լավ է ստացվում, գեղեցիկ, իսկ որ կոշտ է լինում, դժվարությամբ ես։ Այսօր ինձ մոտ մի քիչ պինդ է, կոշտ է, բայց ոչինչ, հնարավորինս չափ ուզում եմ, որ փաթաթվի գեղեցիկ, ինչքան հնարավոր է։ Ինչքան հնարավոր է և կստացվի։ Հիմա այսպես միսը լավ դնում եմ, թմփլիկ տոլմաներ եմ պատրաստում։ Մի քանի հատ պատրաստեմ, ձեզ հետ միասին փաթաթեմ ավելի ճիշտ, նույն ձևի հավասար կփաթաթեմ, նոր երկարությամբ ու այսպես խաչի նման ստացվում է ամուր և գեղեցիկ։ Շատ սիրում եմ տոլմա, ամուսինս սիրում է կաղամբով, տոմատի մածուկով, երեխաները սիրում են թփով, տերևով խաղողի, իսկ ինձ համար նշանակություն չկա, տերևով էլ եմ սիրում, կաղամբով էլ եմ սիրում։ Ոչինչ, փաթաթվում է, շատ դժգոհեցի, բայց ոչինչ։ Գրեք ձեր կարծիքը հարգելիներս, ես պատրաստ եմ յուրաքանչյուր գրածին պատասխանելու սիրով։ Հարգելիները Զինանից գրել է, թե Տիկին Մարինե, ինչ հողի մեջ եք դնում և ինչ արժի, քանի կիլոգրամանոց պարկ է, ինձ մոտ Զինա ջան, գրել եմ քո կոմենտարիայի տակ, որ 50 կիլանոց պարկ է, գնել ենք 500 ռուբլի Արշան խանութից, բոլոր տեղերում էր կար, ուղղակի գնացել էինք Արշան, այնտեղից եմ գնել։ Ես եթե ցանկություն ունեք, ցանկացողներ կան, որպեսզի տեսնեն, թե ինչ հող եմ օգտագործել սացիլները դնելով բաժակի մեջ, ինչ հող եմ օգտագործել, ես հոլովակի, տոլմայի հոլովակի վերջում կտեղադրեմ, դուք կտեսնեք։ Ես քայլ առ քայլ, հարգելիներս, ձեզ բացատրում եմ, թե ինչպես եմ դնում, գիտեք, որ ձեզ մոտ լավ չի ծլում ջերմությունը, երևի քիչ է, լուսավորությունը, սկզբի տարիներին, որ ես գնում էի, ինձ մոտ էլ էր այդպես բարակ երկար, բայց հետո հաստանում էր, ոչ մի սնուցում չեմ տալիս,
ոչ մի ես սատիլները բաժակների մեջ դնելուց միայն ջրով ջրում եմ, ոչ սառը, սենյակային ջերմաստիճանի նման, ջուրը բաց եմ անում, որ շատ սառը չլինի, լցնում եմ սովորական ծորակի ջուր և ջրում եմ, ուրիշ ոչ մի սնուցում, դրել եմ ուլտրամանուշակագույն լույսի տակ և տաքությունը դե ատապլենին է, չէ, պատագոլիկին եմ դրել, լուսամուտի գոգին, այնտեղ տաքությունը լավ է, պատկերացնում եք, ես անգամ հաստ այդյալ եմ փռել ատապլենի վրա, որպիսի շատ ուժեղ չլինի ջերմությունը, ապահում եմ, աճում է լավ, դուք էլ շատ չջրեք ձեր սատիլները, երբ որ կզգաք, որ շատ չոր են, կջրեք։ Տոլման էլ փաթաթեցի, վերջացրեցի, ավելացած միսը կդնեմ ամանի մեջ և սառցախցիկը կտեղավորեմ, հետո երբ որ ուզենամ ապուր եփել կոլոլակով ճաշ, նախօրոք կհանեմ, ինքը պետք է լավ բացվի, նոր կպատրաստեմ կոլոլակով ճաշ, իսկ հիմա բերեմ թփով տոլման էլ, որպիսի ջուր լցնեմ և դնեմ, հիմա թփով տոլմայի վրա նորից ափսե եմ դնում և լցնում եմ ծորակի ջուր, ես գոլ ջրով չեմ անում, խնդրեմ, այնքան եմ լցնում, որ ափսեն ծածկի, վերջ, սա արդեն պատրաստ է, կդնեմ եփելու, իրենից էլ ջուր դուրս կտա, արդեն բավական կլինի, սա դնում եմ մի կողմ, որ դնեմ գազօջակ, իսկ կաղամբի տոլմայի վրա պետք է լցնեմ ոչ թե տոմատի մածուկ, այլ ես ունեմ այսպես տարայի մեջ լցրած հյութ, այն ժամանակ, որ լոլիկը իր հյութի մեջ փակում էի, ավելացել է, լցրել եմ 2 լիտրանոց, 2.5 լիտրանոց տարայի մեջ, հիմա մի հատ խառնեմ, աղը տեսնեմ, ամեն ինչը տեղն է հարգելիները, այս հյութն էլ լցնելու եմ, ավելի համեղ կլինի, քան ահա, սա բավական է, խնդրեմ, մի փոքր էլ ջուր կլցնեմ, խիտ է, վերջ, կդնեմ և ֆելու, տոլմաները արդեն պատրաստ են, սեղաննել եմ կամաց պատրաստում, որպիսի գան հաց ուտեն, թարմը կանաչի բողկով եմ դրել, պանիրը իմ հորած և պետական կոշտ պանիր, այստեղ հոնի կոմպոտ, երկրորդ անգամ կաղամբով գյազարով թթուն և բազուկով, իսկ այստեղ աշնան վերջին պղպեղները թթու էի դրել, այսօր բացել եմ, այստեղ էլ արդեն պատրաստ է տոլմաները երկու տեսակի, համ տեսեմ և ասեմ, սիրելիներս շատ համեղ է, շատ անչափ, իսկ կաղամբով տոլման կարմիր, հարգելիներս ես ձեռնոց չեմ օգտագործել, խճողակը ձեռքով եմ պատրաստել, ձեռքով պատրաստածի համն ու հոտը ուրիշ է, ավելի համեղ է, մեր մեծելներն են առանց ձեռնոցի պատրաստել միշտ, սիրելիներս կրկին անգամ շնորհակալ եմ ձեզանից, դուք ամենալավն եք ու բարին, սիրում եմ ձեզ իմ անուշիկներ ջան, սիրելի հետևորդներ ջան, ես սատիլները տեղափոխելով բաժակների մեջ, այս հողն եմ օգտագործել, շատ վիտամինացված հող է, դուք էլ գնեք և օգտագործեք այս տիպի հողը, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։